Արդյոք նորմալ է, երբ քրիստոնյան տոնում է Վալենտինի օրը։ Իհարկե ոչ։ Վալենտինի օրը ուղղակիորեն կապվում է հին Հռոմի Լուպերկալիա տոնի հետ։ Տոնը գոյություն ուներ դեռևս մեր թվարկությունից առաջ 6-ից 5-րդ դարերից, այսինքն քրիստոնեությունից շատ առաջ։ Այն համարվում է հին Հռոմի ամենահին եւ ամենավայրագ ծեսերից մեկը։ Տոնը նշում էին փետրվարի 13-ից 15-ին։ Այն նվիրված էր պտղաբերության եւ սեռական կրքերի աստվածներին, հատկապես Ֆաունուս աստծուն, ով պտղաբերության, անասունների եւ սեռական ցանկության հեթանոսական աստված էր։ Փետրվար ամիսը Հռոմում համարվում էր մաքրագործման ամիս, եւ զուտ մաքրագործման նպատակով տոնը ուղեկցվում էր խնջույքներով եւ արբեցողությամբ, որի ժամանակ կատարվում էին մերկ կամ կիսամերկ ծեսեր։ Ծեսի ժամանակ տղամարդիկ վիճակահանությամբ զուգընկերներ էին ընտրում, ովքեր կարող էին լինել նույնիսկ մտերիմների կանայք եւ որոնց հետ սեռական հարաբերություն էին ունենում։ Ծեսի նպատակը մարմնական ցանկությունների, անառակության, մարմնական կրքերի, սեռական ազատության խրախուսումն էր։ Քրիստոնեության տարածումից հետո տոնը քննադատվեց որպես անառակ, անբարոյական եւ քրիստոնեական կյանքի հետ անհամատեղելի։ Մեր թվարկության 496 թվականին Հռոմի պապ Գելասիոս առաջինը պաշտոնապես արգելեց Լուպերկալիան, սակայն տոնի անվան արգելումը չնշանակեց դրա գաղափարների անհետացում։ Դրանք պարզապես ստացան նոր անուն, նոր պատմություն եւ ավելի ընդունելի արտաքին։ Այո, քրիստոնեությունից հետո ծեսի որոշ հատվածներ փոփոխվեցին, սակայն թե տոնը, թե տոնի օրը անխախտ մնաց, որի առանցքում է զգացմունքային կիրքը, սեռական ազատությունը, հարաբերությունների ոչ սուրբ մոդելը, որտեղ սերը զգացում է, ոչ թե ուխտ։ Սակայն Աստվածաշունչը սերը կապում է հավատարմության, նվիրման, զոհաբերության եւ ամուսնական ուխտի հետ։ Իսկ ինչ կապ ունի փետրվարի 14-ի Լուպերկալիայի հեթանոսական տոնը Վալենտինի հետ։ Իրականում ոչ մի։ Նախ եկեղեցական ավանդության մեջ հիշատակվում է Վալենտին անունով մի քանի նահատակներ, ովքեր ապրել են 3-րդ դարում, եւ քանի որ նրանց կյանքի մասին հստակ միասնական կենսագրություն չկա, իսկ եղած տեղեկություններն էլ հակասական եւ անորոշ են։ Չկան հստակ պատմական փաստեր, որ նրանցից որևէ մեկը կապ է ունեցել ռոմանտիկ սիրո կամ զույգերի օրհնության հետ։ Շատերն այսօր ասում են, որ Վալենտին անունը կապված է իտալացի եպիսկոպոս Վալենտին Տերնեցու հետ, սակայն վաղ եկեղեցական գրություններում, նահատակների ցուցակներում, առաջին տոնացույցերում չկա որևէ հիշատակում, որ նա եղել է սիրահարների պաշտպան, սիրո սուրբ կամ ռոմանտիկ հարաբերությունների հովանավոր։ Չնայած որ հիշատակված բոլոր Վալենտիններն էլ ապրել են 3-րդ դարում, սիրահարների հովանավոր լինելու գաղափարը հայտնվել է շատ ավելի ուշ, միայն 14-րդ դարում, երբ եկեղեցին փորձելով մեղմել հեթանոսական սովորույթները, հեթանոսական տոնին տվեց քրիստոնեական անուն։ Նշանակալի է, որ 1969 թվականին Հռոմի կաթոլիկ եկեղեցին հանեց Սուրբ Վալենտինին ընդհանուր տոնացույցից, նշելով պատմական տվյալների անորոշությունը։ Այսպիսով, եթե փետրվարի 14-ը իրականում որևէ Վալենտինի հետ կապ չունի եւ որը իրականում հեթանոսական պիղծ տոնի դրսևորում է 21-րդ դարում, ապա հարց. ինչու քրիստոնյան պետք է շարունակի այն տոնել։ Ում կամ ինչ համակարգի է այն պետք, որ քրիստոնյաները կամա թե ակամա մաս կազմեն հակաստվածային արմատ ունեցող հեթանոսական ծեսի։ Աստվածաշունչը հստակ դիրքորոշում ունի հեթանոսական սովորույթների վերաբերյալ։ Երկրորդ Օրինաց 12:30-31-ում ասվում է. «Զգուշացիր, միգուցե նրանց ետևից որոգայթի մեջ ընկնես, եւ միգուցե նրանց աստվածների վերաբերյալ հարցուփորձ անես, ասելով. Այս ազգերը ինչպես էին իրենց աստվածներին պաշտում, որ ես էլ այդպես անեմ, բայց դու քո Եհովա Աստծուն այդպես չանես, որովհետև նրանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաները իրենց աստվածներին անում էին»։ Վալենտինի օրը քրիստոնյայի համար հեթանոսական եւ աշխարհիկ մշակույթին հարմարվելու օրինակ է, ոչ թե Քրիստոսին հետևելու։ Հռոմեացիս 12:2-ում ասվում է. «Մի հարմարվեք այս աշխարհին, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ»։ Քրիստոնյան կանչված է առանձնանալու խավարից, ոչ թե կրկնելու նրա տոներն ու սովորույթները։ Եկեք ինքներս մեզ հարց տանք. եթե իրականում ուզում էին, որ մարդիկ հատուկ սիրո տոն ունենային, եւ այդ օրը իսկապես փառաբանվեր գեղեցիկ, անաղարտ եւ աստվածային սերը, ապա ինչու այլ օր չընտրեցին սիրո օրը նշելու համար։ Չէ՞ որ կան այլ ամիսներ եւ օրեր։ Ինչու պահպանեցին հենց այդ հեթանոսական պիղծ տոնի օրը։
որը նվիրված էր սեռական կրքի աստվածների երկրպագությանը։ Եվ վերջապես կարևոր է գիտակցել մեկ բան. մասնակցելով փետրվարի 14-ի ակտիվություններին, մարդը կամա թե ակամա դառնում է հեթանոսական մտածելակերպի շարունակության մի մասը։ Նույնիսկ եթե մտադրությունը միայն սեր ցույց տալն է, գաղափարական դաշտը, որի մեջ դա տեղի է ունենում, ձևավորվել է հեթանոսական արմատների վրա, որը դեմ է թե Աստվածաշնչին, թե Աստծո կամքին։ Սա հարց է ոչ թե այն մասին, թե դու սիրում ես, այլ ինչ համակարգի մեջ ես ապրում այդ սերը։ Սիրելիներ, իրական սերը չի սպասում օրացույցի նշումներին։ Սերը չի սպասում փետրվարի 14-ին, որպեսզի դրսևորվի։ Սերը ապրում է ամեն օր, խոսքի մեջ, վերաբերմունքի մեջ, գործի մեջ, պատասխանատվության մեջ, հավատարմության մեջ, հոգատարության մեջ։ Եթե սերը կախված է օրից, ապա այն այլևս սեր չէ, այլ սովորույթ կամ ձևականություն։ Եթե սերը պետք է ակտիվացվի հատուկ ամսաթվով, ապա այն արդեն կորցրել է իր խորքային լինելը։ Օրը չպետք է որոշի, թե դու ինչպես սիրես քո կողակցին, քո զույգին։ Սերը պետք է լինի մշտական վիճակ, ոչ թե ժամանակավոր դերակատարում։ Այն պետք է երևա ոչ միայն նվերներով ու ժեստերով, այլ ամենօրյա ընտրություններով։